Բարի օր, Հանրային ռադիոյի եթերում առանց թողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, այսօր իմ զրուցակիցն է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը, բարև ձեզ։ Պարոն Սուքիասյան, սկսենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին մի քանի օրվա ընթացքում արված հայտարարությունից, կրկնել եմ մի քանի անգամ, մի քանի առիթով, ըստ որի եթե գալիք խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չստանա սահմանադրական մեծամասնություն, ապա սեպտեմբերին պայմանական կլինի մեծ եւ աղետալի պատերազմ։ Շատերը սա գնահատեցին որպես շանտաժ, այսինքն չընտրեք մեզ կլինի պատերազմ, եթե չեք ուզում պատերազմ, ուրեմն պետք է լինենք մենք։ Հիմա ասես այս խոսույթը ինչից է ձևավորվել։ Դինայինք ում է ուղղված դա։ Եթե մենք լինեինք հասարակություն եւ պետություն, որը հավաքականորեն ունենար միասնական կարծիք իր պետության ինքնիշխանությունը պահելու, անվտանգ պրոգրեսիվ կյանք ունենար քաղաքական ուժեր, որոնք բոլորն էլ պայքարում են Հայաստանի ինքնիշխանության համար, ապա կարելի էր համարել, որ այդ դիսկուրսը շանտաժ է, պոպուլիզմ է, ինչ ուզեք կարող եք ասել, բայց մենք չունենք այդ ամեն ինչը, այսինքն վարչապետի ասածը համատեքստի մեջ պետք է ստուգենք, ում է ուղղված սա։ Սա ուղղված է Հայաստանի մինչ հեղափոխական անցյալի դերակատարներին, որ եթե հանկարծ իրենք կգան իշխանության, որ չեն գալու բնական է, որովհետև դրա համար հիմք չկա, ապա նաև վերլուծելով Հայաստանի մինչ հեղափոխական անցյալի եւ դրանց հետ փոխկապակցված դերակատարների դիսկուրսը, ակնհայտ է, որ մենք ինքնիշխանության փշրանքներ ենք ունենալու, ակնհայտ է, որ սանձազերծվելու է պատերազմ, որպեսզի այդ ինքնիշխանությունը հանձնվի իրենց երազած երկրին, եւ մենք պետք է օբյեկտիվ լինենք, այդ մարդիկ դիսկուրս ունեն, այդ մարդիկ ծրագրեր ունեն, եւ մենք պետք է անենք դիսկուրս անալիզ, ծրագրերի վերլուծություն, ինչ են ասում գլխավոր դերակատարները, մենք ունենք մի դարերից եկած կուսակցություն, որ ցավալիորեն իր դեմքը կորցրեց, մարդիկ ունեն շրջաբերական գրած, որ անկախությունը, ինքնիշխանությունը դա այտենց շատ կարևոր բան չի։ Ունենք երկրորդ նախագահ աշխատած մարդ, որը կասկածներ ունի ինքնիշխանությունը լավ, թե օտարին ճորտությունը։ Եվ ակնհայտ է, որ եթե մարդիկ գան զուտ իրենց ծրագրային վերլուծության հիման վրա, եթե մենք խոսենք, ակնհայտ է, որ հրահրելու են պատերազմ։ Ընդ որում այդ պատերազմը ինչ որ բանի համար է, ոչ թե պատերազմ է իրենց ասածները անելու Ղարաբաղը հետ բերենք, բերենք սուտ են խոսում, իրենք Ղարաբաղ հետ բերող չեն։ Այլ պարզ է, որ հրահրել կոնֆլիկտ եւ հայտարարել Հայաստանը ձախողակ պետություն, հրավիրել այստեղ ռուսական օկուպացիան զոր պետությունը հանձնել Ռուսաստանին։ Եվ այս իմաստով վարչապետի ասածը ճիշտ է։ Հիմա տեսեք, դուք ասում եք, որ եթե լավ չեն հաղթելու ընդդիմությունը, այս ընդդիմությունը չի հաղթելու այսպես թե այնպես։ Այդ դեպքում հիմա ինչ տարբերություն սահմանարական մեծամասնություն ունենում է քաղաքական ուժը, որը հիմա իշխանության ղեկի է, թե չի ունենում։ Այսինքն մեծամասնություն ըստ երևույթին, սոցիոլոգիական վերջին հարցումների համաձայն ունենալու են, կառավարություն կազմավորելու են, բայց սահմանարական մեծամասնությունը այս դեպքում եթե նոր սահմանադրության մասին է խոսքը, ինչու եթե դա չլինի, պիտի դա հանգեցնի պատերազմի։ Կարող է սահմանադրության ընդունումը տապալվի, բայց իրենք ունենան սահմանադրական մեծամասնություն, հնարավորություն ունենան առանձին սահմանադրական նորմեր փոփոխելու։ Այսինքն իշխանությանը այդ որակյալ մեծամասնությունը պետք է սահմանադրական առանձին օրենքներ շտկելու համար։ Դե չգիտեմ, իրենց իշխանության դիսկուրսը թողնենք հիմա, որովհետև ամեն մեկը հիմա մի թիվ է կրակում, ես քանեմ, էլի։ Ենթադրել եմ մի քիչ տակը քաղաքական տեխնոլոգիա կա, էլի։
դա բանակցային տեխնոլոգիա է, ասենք ուզեք շատը, որ իջնեք իրական ձեր ուզածի վրա կանգնեք, էլի։ Այն որ մեծամասնություն կտանեն, դրա հավանականությունը պարզ է, որ մեծ է, բայց որ 65% կտանեն, դա խիստ կասկածելի թիվ է։ Լավ, իշխանական խոսույթից դուրս գանք, մտնենք ընդդիմադիր դաշտ մի փոքր, տեսեք, վերջերս հայտարարվեց, որ Դաշինքով Ռոբերտ Քոչյանի գլխավորությամբ գնում են ընտրությունների, ընդ որում Ռոբերտ Քոչյանը վստահորեն հայտարարեց, որ հաղթելու են ընտրություններում, որ ինքը ընտրվել է վարչապետ, քանի որ ինքն է վարչապետի թեկնածուն բնականաբար, բայց ընդդիմադիր մյուս ուժերը նոր ուժը ասում մենք չենք ընտրելու Ռոբերտ Քոչարյան, եթե մտնենք խորհրդարան։ Ծառուկյանի այդ տապան մտածները ասում են չենք ընտրելու։ Այնտեղ ելով մնաց։ Մի խոսքով բոլորը ասում են մենք չենք ընտրելու Ռոբերտ Քոչարյանին, դեպքում ով պիտի ընտրի Ռոբերտ Քոչարյանին վարչապետ, սա առաջին։ Եվ երկրորդը այդ իմաստով բավական հետաքրքիր է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կեցվածքը այն իմաստով, որ Սերժ Սարգսյանը աշխատում է հնարավորինս խուսափել քաղաքական խոսույթից հիմա մտնելուց, ինչու՞, ըստ ձեզ։ Բայց ենթադրում եմ ընդհատակի աշխատանք անում են։ Միգուցե չեն ուզում ակտիվ քաղաքական process-ների մեջ լինել, որովհետև հաշվարկ ունեն, որ իրենք շանս չունեն այդ քաղաքական process-ում դերակատար լինելու, բայց պարզ է, որ տակից ընդհատակի աշխատանք անելու են Հայաստանի մինչեղափոխական անցյալին իշխանության բերելու համար։ Ինչ վերաբերում է Այստեղ ես կներեք մի քիչ կառարկեի, որովհետև վերջին 4-5 օրվա ընթացքում ես ինքս էլ ակտիվ հետևում եմ, որ ճիշտ է նախկին հանրապետականներ են մեծ մասը, բայց այդ թիմից անբաժանելի մասերն են եւ բավական լայնածավալ հարձակում են սկսել Ռոբերտ Քոչարյանի վրա։ Նայեք, ակնհայտ է, որ էլի Հայաստանի ռուսական անցյալի գլխավոր դերակատարները պարզ է, որ իրար հետ կունեն անձնական թշնամանք, իրարից ինչ-որ բաներ խլած կլինեն, իրար վրա մեղք պիտի բարթեն, մեկը մեկի ոճիրը բացահայտել է, չգիտեմ, տարբեր բաներ կա իրար մեջ, տնտեսական, քաղաքական կապերով կոնֆլիկտներ ունեն այդ մարդիկ։ Դրանք բոլորը հավաքականորեն անում են նույն գործը, այն է տանել Հայաստանը ռուսական սուզերենության։ Եվ այդ իրենք ինչ որ խոսում են, չենք միանալու, առանձին ենք լինել, դա ակնհայտ է, որ այդ մարդիկ ինքնուրույն ուժ չեն։ Ակնհայտ է, որ ռուսական կառավարումը երևում է իրենց քաղաքականության մեջ Կոպերկինը ինչ ասի, տենց էլ անելու են։ Իրենք չեն որոշողը։ Իրենց փոքր մոդելը Գյումրիում է եղել։ Այդտեղ մարդիկ կան, իրենց տատերի արև երթում պատառներ էին ուտում, որ բացառվում է մենք միավորվենք։ Կարող է իրենց թողնել, իրենք չմիավորվեին, բայց ակնհայտ է, որ այդ մարդիկ չեն իրենց քաղաքական ճակատագրի տերը։ Ինչ ասել են, դա էլ արել են։ Ենթադրում եմ Գյումրիում ռուսական ռազմաբազան է կոորդինացել դրանց աշխատանքը։ Իսկ այստեղ էլ պարզ է, որ Կոպերկինն է, կասի կմիավորվենք, ասի մի միավորվեք, չեն միավորվի։ Բայց ակնհայտ է, որ բոլորը հավաքականորեն նույն գործն են անելու։ Հիմա իհարկե իրակի հայոյեն իրար հետ ձևացնեն իրար հետ, որ կապ չունեն, որտեվ այո, խնդրեմ է, եթե ինչ որ մի ուժ ենթադրենք ունի ինչ որ նվազագույն զանգված, ընտրազանգված, եթե ինքը հայտարարի, որ ինքը միանում է Քոչարյանին, այդ զանգվածը կկորի, որովհետև մի հատված կա ատելություն ունի դրա նկատմամբ։ Պարզապես հիմա հա, ձևականորեն պետք է ներկայացնեն, որ իրենք իրար հետ չեն, բայց արդյունքում կանենան ինչ Ռուսաստանը կանի։ Իսկ ըստ ձեզ այդ սցենարի մեջ կարող է այսպիսի մի հաշվարկ կա, որ եթե Ռոբերտ Քոչարյանը, որին արդեն մի քանի տարի է խնդրում են հեռանալ քաղաքականությունից։ Տեսեք, Սերժ Սարգսյանը ասում է, ես չեմ մասնակցում, ես չկամ այս ամեն ինչի մեջ։ Այսինքն այդտեղ գոնե վնաս չի ուզում տա ընդդիմությանը։ Հիմա արդյոք ըստ ձեզ չի կարող լինել այսպիսի սցենար, որ երբ մասնակցում են Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, որը ամեն ինչով հանդերձ բարեգործություն, եկեղեցի կառուցել Հիսուս Քրիստոսի արձան եւ այլն, ինք բավական օդիոզ կերպար է համարվում, հա, հասարակությունը իրեն այդպես է ընկալում։ Եվ այդ ամենը արվում է միայն մի պատճառով, որպեսզի
քաղաքական եւս մեկ ուժ, որը նոր է մտել քաղաքական դաշտ, այ բոլոր այդ ձայները գնան այնտեղ, այսինքն մենք ձեզ չենք տալի, այդ տալսինք օրինակ Սամվել Կարապետյանին։ Նաեւ այդ դերակատարները ամեն դեպքում չկարողացան այս տարիների ընթացքում նոր ֆիգուրներ բերել քաղաքական դաշտ եւ հին դերակատարները մնացին մրցակցությունից դուրս ստիպված բարձր որ դրանց լեշը պետք է բերեն քաղաքական գործընթացների մեջ, բայց դա նաեւ մի բան կա, ինձ թվում է, եթե նախագահներին թողեք, կարող է իրենք ուզենան ցրվեն, բայց հավանաբար վրաները պարտականություն կա, ենթադրում եմ Ռուսաստանից այդ պարտականությունը, իրենց որ թողնեին կարող է երկրից էլ ցրվեին, բայց հավանաբար Ռուսաստանն է վզներից բռնել է, բերել է քաղաքական process-ի մեջ, որտեղ պարտք ունեն Ռուսաստանին տալու։ Մի կողմ թողնենք, որ ենթադրում եմ գործակալական բնազդներ կա մեջներ էլի, բայց նաև այս մարդիկ որոշակի պարտականություններ ունեն, ֆինանսական կախվածություններ ունեն, Ռուսաստանը հավաքել բերել է սրանց, բոլորին միավորել է եւ դեմ է տվել Հայաստանին եւ հայությանը հավաքական։ Իսկ մյուս ուժն էլ դե ինչ ասեմ այդ մյուս ուժն էլ է իրենց հետ պարզապես դե ինչ պետք է անեն քանի որ մեծ այլընտրանք չեն կարողանում ձևավորել քանի որ իրենք հայտնի են մեր ժողովրդին իրենք գիտեն կարող են գնալ դեմքները Օսլոյեն հետ գան եւ մարդիկ իրենց չճանաչեն նոր ֆիգուր են բերել քաղաքական դաշտ այդ նոր ֆիգուրին է ռեկլամանում նա իր ձայները կտանի չկողնորոշված հատվածի վրա մի քիչ կաշխատի Քոչանին չսիրողների զանգվածը կտալի, մի խոսքով էլի, իրենք պարզապես աշխատում են, որ հասարակության մի հատված, որը իշխանության հետ հակադրություններ ունի, որում, ասեմ, մեր ժողովրդի մի հատված կա, որ նեղանալուց շատ վատ է նեղանում, ոչ թե նեղանում գալիս է ձեր մոտ, այլ նեղանում գնում է հակապետական սեգմենտի մոտ, այս բաներ բնավորության հատկանիշներ մենք ունենք, չգիտես ինչու է այդպես Այդ հատվածի վրա աշխատելու համար, բայց քանի որ իրենք իրենց գիտեն նոր ֆիգուր են բերել, Ռուսաստանն է ինքը պաշկեքով, դարակներով հայրենասերներ ունի, բարերարներ ունի, բացում է ամեն անգամ այդ հայրենասերը բերում։ Տարբեր դաշտերում տեղավորած քաղաքական ուժեր ունի, ամերիկյան ուղղությամբ աշխատող գործակալներ ունի, եվրոպական ուղղությամբ աշխատող գործակալներ ունի։ Այն մի հատ բան կա Վիլսոնի վրա բևեռացած մի հատ ուժ կա, որ մարդիկ հիմա այսօր քննադատում են ամերիկյան ուղղությունը, բայց ձևական ինչ-որ պատրվակներ են գտել մարդիկ եւ քշում են այդ ուղղության դեմ։ Պարզ է, որ տեղավորած զանգված է եւ պարզվում է սրանք էլ են հայտարարություն տարածել, որ պիտի միանան, մոբիլիզանում է Ռուսաստանը վերջին գրոհը անելու եւ էլի կրկնում եմ, բոլորը կառավարվում են, ինչ կոպերկի նկասի էլ անելու են։ Ես քաղաքագետ չեմ, բայց ենթադրում եմ, որ քաղաքագետի տեսանկյունից բավական հետաքրքիր Հայ ազգային կոնգրեսի պահվածքը։ Տեսեք, Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածում կոչ անելով համախմբվել Սամվել Կարապետյանի շուրջ։ Դրանց հետո Հայ ազգային կոնգրեսը համագումար է անցկացնում, որոշում է, որ մասնակցելու են գալիք ընտրություններին եւ իրենց վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն են։ Այստեղ գնահատակողական է դաշտից դուրս գանք զուտ քաղաքագիտական իմաստով սա ինչ էր։ Դե ֆոկուսնիկներ են այս մարդիկ էլի։ Խելք ունենան համագումար կանեն, ինքնալուծարվեն, կպրստեն, որովհետև չի կարող քաղաքական ուժը անել առաջին նախագահ, վրան ինչ ասես գրած է, ումին ինչ ասես վրաները բան են գրած, ունենալով ենթադրել է որոշակի սիրահարների հատված, որոշակի հեղինակություն, ունի կուսակցություն եւ առաջարկում է, որ իր կուսակցության վարչապետի թեկնածուն ոչ մի բան է Եվ ըստեյության իրենք են ոչ մի բան, իրենց կուսակցությունն է ոչ մի բան, եւ անհրաժեշտ է, որ իրենք գնան միավորվեն մի հատ ԵՍԻՄ-ում, ընդ որում արհեստական բանականությանը։ Այսինքն սա եւ այս մարդը առաջին նախագահ է աշխատել։ Բայց իհարկե նաեւ այտենց ակադեմիկոսի Արիստոտելի տիտղոս ունի նվաճած, չէ՞, այտենց ինտելեկտուալ մարդու տեսք ունի, բայց հիմա մեր կյանքը մեզ ստիպում է ստուգել այդ ամեն ինչը, տիտղոսները, բարձրում այդ մարդը այդ մարդ չի, ոչ այդ գիտելիքն ունի, ոչ էլ շատ ուրիշ բաներ։ Բայց բարձ է, որ
ես ենթադրում եմ, սրանց բոլորի հոգևոր հայրը Հայաստանի միջհեղափոխական անցյալի Լևոն Տեր-Պետրոսյանն է, իրենց գաղափարախոսը, իրենց աշխարհայացք ձևավորողը, մնացած եկողները, երկու նախագահները իր աշակերտներն են։ Պարզապես դե քանի որ սա էլ փորացավ ունի, որտեվ տեսեք ինչ կա էլի, ասենք վերջը մեր ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը դժվարին կյանք ուներ, դժվարին օրեր ուներ։ Այս մարդը ինքն էր չէ՞ ստորագրել Ալմատին։ Այս ժողովուրդը աղերսում էր աշխարհից, որ Ալմատին ճանաչեն գոնե իր սահմանները, չէ՞, ինքն է չէ՞ ստորագրել։ Տեսել եք մեծ ծպտունանի էլի։ Իր ժողովրդին բացատրի թե ինչ է դա այդ Ալմատին։ Բացի զառոցները, բացի կարկառոցները ուրիշ բան չի արել այդ մարդը։ Դե այդ մարդն էլ է իրենց հետ։ Հավաքականորեն բոլորը աշխատում են ռուսական գծի ուղղությամբ։ Մնացածը դե եթե պետք է որ իրենք իրենց հեղինակությունն էլ չեղած հեղինակությունն էլ վնասեն հանուն Ռուսաստանի, եթե պետք է ինքնալուծարվեն հանուն Ռուսաստանի, հետ էլ կանեն։ Բայց ես առաջարկում եմ, որ մեր քաղաքացիները ճիշտ գնահատեն, հասկանան, որ առաջին նախագահը ունենալով քաղաքական ուժ, վերընտրվելով այդ քաղաքական ուժի Օլիմպում, առաջարկելով թեկնածու, հաջորդ քայլն անում է այն, որ հայտարարի, որ իրենք ոչ մի բան են եւ ճիշտ կլինի, որ իրենք գնան միանան արհեստական բանականության։ Դա սա էլ էս մակարդակն է, ինչ ասեմ։ Հիմա տեսեք, բոլոր այս քաղաքական ուժերը, որոնց մասին որ խոսք գնաց, հիմա նորից չթվարկեմ, իրենք այդ ձեր ասած մեղադրանքը, այդ որ դուք ասում եք, իրենք ուզում են ինքնիշխանությունը փոշիացնել, որ ուզում են էլի վերածեն Հայաստանը Ռուսաստանի վասալին, հիմա իրենք այս նույն հայելային մեղադրանքն են ուղղում քաղաքական իշխող ուժին, ասում են, Ռուսաստանի չէ, բայց դուք ուզում եք Ադրբեջանի եւ Թուրքիայի տակ մտցնեք Հայաստանը։ Այսինքն դե ռուսները գոնե մեր բարեկամներն են, նրանք թշնամի են։ Ռուսները մեր բարեկամները չեն, ռուսները իրենց անձնական բարեկամն են, բայց ռուսները Հայաստանի Հանրապետության բարեկամը չեն։ Դες ստուգենք իրենց ասածները։ Հայաստանի Հանրապետության իշխանության դիսկուրսում մենք միշտ լսում ենք ինքնիշխանությունը պահելուն ուղղված խոսք, ձգտում, իրենց դիսկուրսը ինքնիշխանությունը հանձնելու մասին է։ Այսինքն, եթե նույնիսկ, ասենք, կոնտենտ անալիզ անենք, համեմատենք իրենց դիսկուրսները, իշխանություն ասում է ինքնիշխանություն, իրենք ասում են նյութենական պետություն։ Սա մեկ, երկրորդը պարզ է, որ սա իրենց ասածը մեզ համար նոր բան չի, դարերով եկած ավանդական կարկառոց է, եւ որտեղ դուք որոնում եք նվազագույն հնարավորություն ինքներդ ձեզ անկախ պահելու, գալիս է Թուրքիայի լեշը հանելու ժամանակը, անպայմանորեն մեղադրվում եք թուրքամետության մեջ, հակահայաստանյան լինելու մեջ, դա ավանդական բան է։ Հիմա, բայց իրենց ասածը ստուգենք պրակտիկայով, էլի։ Հայաստանի Հանրապետությունը ինչ է հանձնել Թուրքիային կամ Ադրբեջանին։ Հայաստանի Հանրապետությունը ձեր թողած կիսատ գործը անում է, ստիպել է ամբողջ աշխարհի առաջ, որպեսզի Ադրբեջանը ընդունի տարածքային ամբողջականությունը։ Հանձնել է թե չէ։ Այն ինչ որ մեզ հետ տեղի ունեցել ողբերգություն մեր տարածքից տարել են ինչ որ հատված, դա եղել է ռազմական ագրեսիայի արդյունքում։ Դա այն ժամանակ էր, երբ որ Հայաստանի Հանրապետությունը թուլացած էր, հայությունը որպես ժողովուրդ ուներ հոգեբանական անկում եւ շատ ուրիշ բաներ Ռուսաստանի հետ քշել են, այդ հատվածը մի հատված բեզից փոկել են, բայց դրանից հետո Հայաստանի Հանրապետությունը կարգի է եկել, գտել է իր տարածքային ամբողջականությունը պաշտպանող դաշնակիցներ, Ադրբեջանին ստիպել է իր հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել, բերել է հայության դարավոր երազ երկրին, ԱՄՆ-ին, Հայաստանի Հանրապետություն, վրան գրել են ԱՄՆ, թրիպ, որ կա, թրիպ չի, ԱՄՆ, Միացյալ Նահանգները, Հնդկաստանի հետ ռազմաքաղաքական դաշինք ունի, բանակցում են Թուրքիայի սահմանը բացելու մասին, որտեղ է ինքնիշխանության հանձնումը, որտեղ է։ Իսկ այ իրենց ասածը, իրենց ուզածը, իրենց փորացավը, դա Ռուսաստանին հանձնելն է։ Պարզապես հարցը գիտեք որն է։ Մի բան կա, որը հոգեբանական խնդրեմ է։ Այս հատվածը ըստ էության մահվանը դեմ չի։ Ինքը դեմ է, որ իրեն ռուսը սպանի։
սիրում է այդ հատվածը, սովորել է մահվանը, վտանգավոր բան է սա, բայց տենց հոգեբանական բան կա, որ պիտի քննել։ Հանկարծ թուրքը չլինի, բայց իրենք ուզում են գնալ մահվան, բայց թող այդ իրեն մահ պատճառողը լինի բան էլի Ռուսաստանը։ Եղբայրական սիրով սպանություն։ Այո, հա, չի հոգեբանական խնդրեմ կա։ Մենք իհարկե մենք որպես ժողովուրդ ենք մահվանը սովորել ժողովուրդ։ Մենք Բեռլինի կոնգրեսից սկսած 140 տարի մորթվում ենք։ Սա լավ բան չի։ Հիմա մենք ելք ենք որոնել, որ դա տեղի չունենա, պարզապես այդ հատվածը, որը սովոր է մահվանը, որը ինքնիշխանություն չի հասկանում ինչ է, որը շատ եմ ասել, ելի եմ ասում, 1000 անգամ ասելու եմ, ունեն բանաձև։ Ճորտությունը որպես ազգային անվտանգության մոդել, դա է իրենց բանաձևը։ Հանձնում ենք ինչ-որ մեկին, էշը շապրենք, այդ ուզածները, եւ այդ ուզածները բնական է, որ Ռուսաստանն է։ Բայց նաև ես ենթադրում եմ կառավարվել են, եք ոնց է ԽՍՀՄ-ի լուծարում մենք պիտի լավ հասկանանք, այդ ինչի հանկարծ որոշեցին լուծարվել։ Իհարկե ԽՍՀՄ սիրողները ասում են քանդվել է, հա, կարող է նաև քանդվել է, բայց դա լուծարվել է, հավաքվել են Բելովեժյան թավուտում, լուծարել են։ Պարզապես հավանաբար հասկացել են, որ այս մամոնտը փլվում է, լուծարել են եւ ամենտեղ ես ենթադրում եմ, մի հատ ռեզիդենտ են նշանակել այս պետություններում, որսի հեռու չգնան։ Եվ կառավարել են այդ ռեզիդենտները։ Ես ենթադրում եմ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ ռեզիդենտն է։ Եվ ենթադրում եմ, սա միջոցով կառավարել են պետություն չստեղծեք, որ ինչ-որ մի օր հավաքեմ։ Պարզապես բախտերը չի բերել, մենք որպես ժողովուրդ արել ենք հեղափոխություն, հիմա մի կողմ թողնենք այդ հեղափոխության հերնանիցվեց, չանիցվեց, ինչ տեղի ունեցավ, թողնենք մի կողմ։ Մենք կարողացանք մեր ինքնիշխանությունը պահել։ Դրա համար է, որ սրանք թշնամանք ունեն հայության այդ հատվածի նկատմամբ։ Դրա համար է, որ իրենց դիսկուրսը թշնամական է հայության այն հատվածի նկատմամբ, ովքեր որ ինքնիշխանություն են ուզում, որտեվ այս մարդիկ ճորտի գիտակցում ունեն, ուրիշ բան չկա տակ։ Տեսեք, քանի որ թրիփից խոսք գնաց, ձեր մասնագիտության իմաստով գործընկեր Ստեփան Դանիելյանը, եթե չեմ սխալվում, 3 մի այսպիսի միտք էր ասել, որ թրիփը այլևս ամբողջ թղթի կտոր է, որովհետև հետո բացատրությունը կար, որովհետև եթե Իրանը կարողանում է չպարտվել, առնվազն, դա նշանակում է Իրանը կհզորանա եւ Իրանը թրիփը թույլ չի տա։ Եթե Միացյալ Նահանգներն դա հաղթում է պատերազմում, դրանից հետո թրիփը իրեն 100 տարի պետք չի Իրանի տարածքով ինչ ուզեն կտանեն կբերեն։ Այսինքն Հայաստանը էլի խաղից դուրս է մնալու։ Եվ ինքը ինչ է առաջարկում։ Չէ, դե նայեք ոնց է, էլի ընդհանրապես այս քաղաքագետ մի քիչ պիտի ստուգել էլի մարդկանց ընդհանրապես կրթությունը էլի։ Այնքան անասնաբուժ կա որ քաղաքագետ է։ Հեշտ բան է էլի։ Տենց քաղաքագետ վրա գրես ինչ-որ բաներ վերլուծես։ Ընդհանրապես ամեն ինչ հնարավոր է։ Բայց հարցը պիտի քննել մասնավորապես։ Իր ասածը գիտության հետ կապ չունի, իրողությունների հետ կապ չունի։ Ես ենթադրում եմ այդ վերլուծության մեջ ոչ թե օբյեկտիվ հիմքեր են դրված, այլ դրված է իր ցանկությունը։ Ենթադրում եմ ինքը այդպես ուզում է որ լինի, ոչ թե այդպես է։ Իրանի պարագան Իրանը մինչև այս պատերազմը շատ ավելի հզոր էր, բայց թող չթողեր, որ այդ թրիփը լիներ, բայց թող խանգար էր, բայց Իրանը ոնց որ հա մի քիչ անհանգստություն ցուցաբերել է, բայց հետո եկել է Հայաստանի հետ կոնսենսուսի։ Իրանը սանից առաջ ավելի հզոր պետություն էր։ Հետևաբար այս մի թեզը ջրենք իրան, եթե չեր ուզենա, այն ժամանակ չեր անի։ Նախ ընդհանրապես եթեներով ոչ մի բան չեն անում, կգա իրավիճակը կհասկանանք, իսկ Իրանի պարագան թողնենք Իրանը, ես ենթադրում եմ Իրանը շահագրգռված է, որ Հայաստանի ունենա իր կողքը ուժեղ Հայաստանի Հանրապետություն, եք ինչու։ Որտեղ եթե Հայաստանը թույլ եղավ, հանձնվելու է Ռուսաստանին եւ դառնալու է ռուսական ագրեսիայի տարածք Իրանի դեմ։ Եվ դրա օրինակներից մեկը Իրան-Հայաստան գազամուղն էր։ Օրինակ այդ ժամանակ Իրանը, ես ենթադրում եմ, Հայաստանին դիտարկել է որպես ռազմավարական գործընկեր։
տնտեսական մեծ շահերով ռազմավարական գործընկեր, բայց Հայաստանի կողոպտված անցյալի ներկայացուցիչները այդ գազամուղը վաճառեցին Ռուսաստանին, չէ՞, եւ ես վստահ եմ, որ Իրանը մեծ ժամանակ թիրախավորել էր որպես ռուսական նախ տրամագիծը փոքրացվեց, մեկը հա, հետո հանձնեցին վերջնականապես Ռուսաստանին, այսինքն Իրանը Հայաստանը թիրախավորեց որպես ռուսական ագրեսիայի տարածք։ Եք ոնց է, ուժեղ Հայաստանի Հանրապետությունը Իրանին վնաս չի, որտեվ մենք չենք կարող ունենալ այն ուժը, ինչքան էլ ուժեղ լինենք, որ Իրանին վնաս լինի։ Երկրորդը իմաստել չկա Իրանի դեմ լինելու։ Ես ընդհանրում Իրանում սա հասկանում եմ։ Իսկ այլ թույլ Հայաստանի Հանրապետությունը Իրանին դեմ է։ Դեպապես այդ իր ասած արգումենտներն էլ ջրենք։ Իսկ Իրանի պարագան կթողնենք կհասկանանք, եթե իշխանությունը փոխվում, դառնում է դեմոկրատական պետություն, ապա մենք կունենանք ռեժիմների հարազատություն Իրանի հետ։ Եթե ԱՄՆ գործընկերն է, այստեղ կա ԱՄՆ գործընկեր մեկ այլ պետություն Հայաստանի Հանրապետությունն է, հակառակը մենք կունենանք հարազատություն իրար հետ աշխատելու։ Դեպապես այդ արգումենտները թույլ արգումենտ էլի, ձևականորեն սարկած արգումենտներ են։ Իսկ եթե ռեժիմը չի փոխվի, իհարկե Իրանը իր հեղինակությունը կպահպանի, բայց միևնույնն է, Իրանն էլ պետք է հասկանա, որ ինքը աշխարհի հետ խնդիրներ ունի եւ իր համար Հայաստանի Հանրապետությունը կարևոր կապուղի է աշխարհի հետ։ Պետությունները պետական շահերով են առաջնորդվում, պետությունները չեն առաջնորդվում հույզերով, քանի որ այդտեղ թռիփ է վրան գրած, քո հետ չեմ աշխատի, չնայած որ շահը զբռնում է։ Իրանը հո սրանց նման չի։ Իրանի վերլուծաբանները սրանց նման վերլուծեին, հիմա Իրան չէ լինելու, էլի։ Դեպապես դրանք կեղծ թեզիսներ են։ Այս պահին թռիփին մեծ վտանգ չի սպառնում։ Եվ այսպես փորձելով ամփոփել, տեսեք, մենք խոսեցինք Ռոբերտ Քոչարյանի, ավելի ճիշտ դուք ասացիք, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, այսպես երևի էլի կարելի, Լևոն Տեր-Պետրոսյանը, իրենք սպասարկում են Ռուսաստանի շահերը մեր տարածաշրջանում։ Եվ էլի խոսելով գալիք նախանշված ընտրությունների մասին, թվում էր, թե պիտի սա կոնսոլիդացիա է, հա, որոշակի շահի շուրջ կոնսոլիդացիա։ Պետք է նաև լիներ այլընտրանքային կոնսոլիդացիա, ասենք արևմտամետ ներկայացող ուժերը պիտի լավ Արա Պապյանին հանեցինք այս ցուցակից, պարոն Պապյանը 2 օր առաջ հայտարարեց, ասեց, այ եթե Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ ու սկսի ռուսամետ գործ, այդ ժամանակ կասենք ռուսամետ։ Պետությունը հանձնեն պարզեն, հետո նոր կասենք։ Հիմա թվում էր, թե պետք է հակառակ բևեռ սկսի ձևավորվել, այսինքն արևմտամետ ներկայացող ուժերը, բայց ես որքանով որ ամենադեպս առանձին զրույցներից հասկացել եմ, իրանք իրար այնքան են սիրում, ինչքան ասենք երկրորդ, երրորդ եւ առաջին նախագահները։ Ինչու՞։ Որը ցավալի բան է դա իհարկե։ Նախ նրանց պարագան դուք ասացիք ռուսական քաղաքականություն, ռուսական չի։ Գիտեք ոնց է, եթե այդ մարդիկ պարզապես գտնեին ազնվորեն, որ ճիշտը ռուսական գիծն է, կհասկանայինք, կարելի է քննել, կարող է մարդկանց ասացի մեջ տրամաբանություն կա, բայց այս մարդիկ կողմ են, որսի Հայաստանը հանձնեն Ռուսաստանին, այսա է իրենց վատ տեսակը։ Մյուս մասը ճիշտ եք ասում, կա պրոբլեմ երրորդ այլընտրանքային դաշտում մոբիլիզացիայի, բայց դա էլ չի լինում, որովհետև այս դաշտում էլ կուսակցությունները կազմակերպված չեն, կոնսենսուս չկա, վախ կա, անվստահություն կա, այս դաշտում էլի տեղավորված ռուսական KGB-ից հատվածներ կան, որոնք ներդրված են, որպեսզի թույլ չտան մոբիլիզացիա, որոնք ներդրված են, որպեսզի առաջացնեն պառակտում, այսինքն այս դաշտի մեջ խնդիր կա, այս դաշտը միասնական չի այդ իմաստով հավաքականորեն, առանձին մի քանի դերակատարներ, հա, լավ կլներ, որ ունենային այնքան բանականություն, որ որոշում կայացնեին միասնական ճակատով հանդես գալու, բայց դե հա, ցավալի բան է։ Եկ ոնց է, ինձ թվում է սա մի քիչ օբյեկտիվ բան է, որտեղ մենք որպես ժողովուրդ եւ պետություն տրանսֆորմացիա ենք ապրում քաղաքական կյանքի, օրինակ ժողովուրդ մարդիկ կան բողոքում են, որ շատ կուսակցություն կա, ում է պետք է սկանը, դա օբյեկտիվ բան է, ընթացքում, երբ որ քաղաքական համակարգը կկայունանա, ինքնիշխանության արմատները ավելի խորը կլինեն, այս կուսակցությունները կմաշվեն, կգնա, կբյուրեղանա դաշտը, օրինակ հիմա
որ ասում են ԱՄՆ-ում երկու կուսակցություն կա, հա, բայց ժամանակին շատ է եղել։ Անգլիայում երկու կուսակցություն կա, ժամանակին շատ է եղել։ Մենք խնդրեմ ունենք, այդ պետությունները ինչի են այսօր հասել զարգացման այս աստիճանի, որովհետև պետության ընդհատում չեն ունեցել, էվոլյուցիոն ճանապարհով զարգացել հասել են սա։ Մենք պետության ընդհատում ենք ունեցել երկար տարիների, հետո էլ այն ինչ որ ձևավորվել է, այտենց ռուսական վարքաբանությամբ պետություն է եղել, կուսակցություններ սարքվել են, մի մասը ներդրվել են քաղաքական process փչացնելու համար։ Հիմա մենք նոր այս արհավիրքներից հետո նոր ուզում ենք ավտորիտարիզմից նորմալ անցում անենք դեպի դեմոկրատիա։ Մենք տրանզիտի պետություն ենք։ Այս ընթացքում խնդիրներ լինելու են քաղաքական դաշտում։ Եվ այո, կուսակցությունների մեջ է լինելու են անվստահություն, լինելու է, չգիտեմ, տարաձայնություններ, լավ կլներ իհարկե, որ մենք ունենայինք այնքան գիտակցություն, որ հնարավոր լիներ դա հաղթել, բայց դա հնարավոր չի։ Ցավալի է, որ մեր ժողովուրդը չի ունենա, հույս ունենա կունենա ենթադրաբար, բայց դե հիմա եթե չունեցավ մեղքը սրանցն է։ Լավ կներ մեր բուֆերային ուժ մտներ խորհրդարան, որպեսզի սրանց հարվածները մեղմեր, գոնե իշխանության հետ հնարավորություն ունենա լավ աշխատելու, բայց դե տեսնենք ընտրությունը թող մոտենա կհասկանանք։ Ունենք են ինչ ունենք։ Այո։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ քաղաքագետ Հայկ Սուքիասյանը, ես Լևոն Սարդարյանը, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։